Դու գիտես իմ համար այս ամեն ինչը ինչ կարևոր է ու ինչի համար եմ անում։ Այս ամեն ինչը կարող է շատ ավելի վատ վերջանալ, քան այն, ինչի պատճառով դու որոշել ես աշխարհի արդարության պատասխանատվությունը քեզ վրա վերցնել։ Ոչ մի անգամ չի ասել, որ լրագրության հետ կապ ունի։ Ես քեզ ասում եմ, աղմկահարույց պատմություններ են եղել։ Խնդիրներ ա ունեցել։ Ես ինքս Դավիթին ամեն ինչ կպատմեմ։ Ու դու ստիպված կլինես այս պատմությունից դուրս գալ։ Ու ուզում եմ վստահ լինես, որ ես քո համար ամեն ինչի պատրաստ եմ։ Եթե նայում ես այս տեսագրությունը, այդ նշանակում է, որ տենց էլ տարբերակ չունեցա հետդ խոսելու։ Մենք մեզ չենք պատկանում։ Մենք պատկանում ենք մեր որոշումներին ու խոստումներին, որովհետև մենք այն ենք, ինչ արել ենք, իսկ այն, ինչ դեռ չենք արել, մերը չի։ Խոստումները սկզբում թեթև են թվում, շնչելու պես։ Հետո ծանրանում են պարտքի նման ու քանի դեռ չես կատարել ինքդ քեզ տված խոստումը, չես ազատվելու այն զգացումից, որ ասես ամուր թելով կապել են ձեռքերդ ու բաց չեն թողնում։ Կարող է բացատրես ինչ ես անում ստեղ։ Ոչ մի բանի մասին չմտածես։ Այս անգամ ես քեզ մենակ չեմ թողնելու։ Ամեն ինչ լավ է լինելու։ Ու ոչ մի բանից չվախենաս։ Վախը վերջին բանն է, որ հիմա զգում եմ։ Ես էլ դու էլ մի ամբողջ կյանք ենք կորցրել։ Վախենալը առնվազն տարօրինակ կլիներ։ Ես միայն մի բանի համար եմ անհանգստանում։ Դրանից էլ մի վախեցի։ Ամեն ինչ անելու ենք ու հասցնելու ենք։ Ինչ ես եկել ստեղ Բելլա։ Ես ինչ տուն է։ Բելլա։ Նախորդ անգամ ինձ նկատել են։ Ով։ Խոսելու ես, թե էլի ասելու ես, հետո կբացատրեմ։
ես քեզ ասել էի, որ ապացույցներ ունեմ։ Այդ ապացույցները այս տանն էին։ Չես հավատում։ Ես ոչ թե չեմ հավատում, այլ չեմ հասկանում։ Դրանք տարբեր բաներ են։ Դու ինձ ուրիշ խնդիր ես ներկայացրել։ Դու ինձ ասել ես, որ Ալիսը վատ է։ Ծեծում են, ճնշում են, որ օգնության կարիք ունի։ Հիմա եկել ես ստեղ ու ասում ես, որ այս տանն են բոլոր ապացույցները։ Ոնց կարող է Դավիթի մոր հետ կապված ապացույցը այս տանը լինի։ Այս տանն են բերում ու ծեծում։ Այս տանը թաքնված է այն պատճառը, որի արդյունքում Ալիսը ստիպված է դիմանալ ու լռել։ Ու քեզ թվում է, որ ես մի նախադասությամբ ամեն ինչ պիտի հասկանամ։ Կբացատրեմ։ Ամեն ինչ կբացատրեմ, որովհետև էլ իմաստ չկա լռելու, եթե հիմա չխոսեմ ինքդ ես հետաքրքրվելու։ Ճիշտ ես հասկանում։ Գնացինք։ Դու գիտեր, որ Արմենը պետք է գա։ Չլսեցիր։ Ասաց անցնելուց որոշել եմ մտնի։ Մեր տանը շատ մոտ է աշխատում։ Ու այսքան ժամանակ ոչ մի անգամ ոչ անցել է մեր տան մոտով, ոչ էլ մտել։ Ուղղակի խոսում ենք։ Հավատում եմ, որ չես իմացել։ Իսկ ես չեմ էլ համոզում, որ դու հավատաս կամ չհավատաս։ Հնարավոր է, որ ես եմ կանչել, բայց չեմ հիշում։ Հնարավոր է, որ ինչ-որ բաներ եմ ասել ու չեմ հիշում։ Ինձնից դա սպասելի է, չէ՞։ Ես հիվանդ եմ։ Հիվանդ մարդուց ինչ պահանջես։ Իսկ դու մի քիչ զգուշ եղի, որ սխալներ թույլ չտան։ Կարող ես կանխարգելիչ միջոցառումներ անել։ Օրինակ փակել ինձ սենյակում, հեռախոսը ձեռքից ստեղծնել, կապել մահճակալից։ Միևնույնն է, դրա համար քեզ ոչ ոք չի դատապարտի։ Դու այդ ամենը անում ես հանուն քո ընտանիքի բարօրության։ Մի արա։ Ես վտանգավոր եմ Վահան։ Ինչի ինձ տեղեր չես տալիս։ Ինչի ես թողնում, որ իմ թմրած ուղեղը նորից գործի։ Դու արդեն լավ ես։ Ես զգում եմ, որ լավ ես։ Ու հետո մենք այսօր երեկույթի պիտի մասնակցենք, հիշում ես, չէ՞։ Ես սիրուն ընդունելություն եմ կազմակերպել, որտեղ Դավիթը պիտի ներկայացվի իր ընտրողներին։ Չեմ ուզում, որ վատ տեսք ունենաս։ Դրա համար լավ կլինի, որ գնաս հանգստանաս։ Ամեն ինչ լավ է։ Դու լավ ես։ Զգեստ ընտրի, քեզ կարգի բեր։ Մենք նոր փուլ ենք մտնում։ Դավիթը կհասնի իր ուզածին, մենք էլ կիմանանք, որ արժանի զավակ ենք մեծացրել։ Ախ, դրա համար չես խփում։ Վախենում ես, որ երեկույթին հետքերը թարմ կլինեն։ Դու մի կաշկանդվիր։ Մենք դրան սովոր ենք։ Ես փակ հագուստով կլինեմ։ Քանի անգամ ես ինձ քարշ տվել քո այդ երեկույթներին, որ քո շրջապատը տեսնի, թե ինչ լավ ընտանիք ունես դու, թե ոնց ես սիրում ու հարգում այդ ընտանիքին։ Քանի անգամ ես ինքդ ընտրել են շորերը, որոնք պիտի փակ լինեն մինչև ձեռքերս։ Ինչ պատահեց, պարոն Վարդան։ Կարծում եմ լավ կլինի ես գնամ։ Երա։ Չես տեսնում, ես հիվանդ եմ։ Չեմ հասկանում ինչ եմ անում։ Ալիս հավաքիր քեզ։ Ինչ որ հիմա անում ես իմ դեմ չի։ Քո երախու դեմ է։ Մտածի Դավիթի մասին ու հանդարտվիր, խնդրում եմ քեզ։
Դու ես սենյակից դուրս ես գալու մենակ այն ժամանակ, երբ որ ամեն ինչ պատմես ինձ։ Ես այս գործից չեմ հրաժարվելու։ Դու էլ չես ուզում, որ ես հրաժարվեմ։ Մեկ-մեկ ես էլ եմ ստիպված լինում խոստովանել, որ օգնության կարիք ունեմ։ Այս պատմությունը այնքան խառն է, որ ընթացիկ ինչ-որ մեկի հետ խոսալու կարիք եմ ունենում։ Դե ուրեմն սկսում ենք սկզբից։ Նախապես եմ ուզում ասեմ, որ հետո հարցեր ու կասկածներ չլինեն։ Ես ասելու եմ այն, ինչ որ ես գիտեմ։ Կամ այն, ինչ որ ուզում ես ասես։ Եթե արդեն տրամադրված ես չհավատալուն, գուցե չսկսենք։ Չէ, լավ, կներես։ Լսում եմ։ Ինչ ես անում, ինչ ա եղել։ Ինչ ա եղել, մամ։ Պահարանից ափսե էի հանում, ձեռքից սնկավ կոտրվեց։ Ոչինչ, մամ, ոչինչ։ Ես կհավաք եմ։ Չէ, ես կհավաքեմ։ Չէ, Դավիթ, դու գնա քո սենյակ, ես կհավաք եմ։ Դավիթ ջան, ինչ կա։ Դու պիտի ասես։ Ես նոր եմ եկել տուն։ Ինչ ա եղել, տանը ինչ ա կատարվում։ Ինչ ա կատարվում, որ։ Ոչ մի ձայն չես լսել, պապ։ Ձայն։ Ինչ ձայն։ Բարի։ Ասում եմ մի ափսե ա եղել, բայց մի քանիս են եղել։ Ու ձեռքը նենց էր խփում, ինձ թվաց կվնասի իրան։ Կբացատրես ինչ ա կատարվում Պապեստանը։ Ես արդեն գժվում եմ։ Հանգիստ եղի։ Ոնց։ Ուղեղս անջատեմ։ Ալիսը հիմա շատ ավելի լավ է, քան առաջ։ Հավատա ինձ։ Ես գիտեմ ինչ եմ ասում։ Ինձ նման բաներ կարող են պատահել, բայց չի նշանակում, որ պետք է աղմուկ բարձրացնել, ու չի նշանակում, որ պետք է պատասխան պահանջել Ալիսից։ Նման դեպքերում ավելի ճիշտ է չնկատելը։ Դու քեզ լսում ես, պապ։ Ուրիշ ժամանակ դու էիր պնդում, որ մաման բուժման կարիք ունի։ Ես հիմա քեզ ապացույց եմ ցույց տալիս, դու ասում ես աչքներս փակենք անցնենք առաջ։ Իմ փորձից եմ ասում, որ չնկատելը ավելի արդյունավետ է։ Լինում են պահեր, որ մայրդ սպասում է, որ նկատեմ իր արարքը, մի բան ասեմ ու ինքը սկսի վիճաբանել։ Էդ էլ հիվանդության առանձնահատկություններից է։ Տղես, ես ավելի լավ գիտեմ վիճակը, էլի եմ ասում։ Հիմա ինքը շատ ավելի լավ է։ Հիմա նման պոռթկումներ շատ հազվադեպ են լինում։ Ես նույնիսկ պատրաստվում եմ քո երեկույթին մորդ հետ գալ։ Ուրախանա, կհպարտանա քեզնով։ Ալիսին հիմա դրական էմոցիաները դեղերից էլ շատ են հարկավոր։ Ես քեզ էլ չեմ հասկանում, պապ։ Ես ընդհանրապես էլ ոչ մի բան չեմ հասկանում։ Գնամ տեսնեմ ոնց է ու գամ։ Իսկ դու պատրաստվիր, այսօր շատ կարևոր օր է։
Ես վստահ չեմ, որ Ալիսը մարդ է սպանել, բայց վստահ եմ, որ այն մարդը, որ այդ սպանության համար նստած է, անմեղ է։ Որտեղից այդ վստահությունը։ Արդեն պատմեցի, ես ժամանակ չունեմ 1000 անգամ նույն բանը կրկնելու։ Հիմա կարևորը այն է, որ հրաչը ում տուն գնացել էի, ամեն ինչ գիտի։ Ինքը տեսա ուղերձա ձայնագրել։ Ինձ թվում է, զգում է, որ իր հետ ինչ-որ բան կարա լինի։ Իապես ինֆորմացիան շատ էր։ Ես ասել եմ, որ ծանր թեմա է։ Ես 10 տարուց ավել ճանաչում եմ Բալյաններին։ Ես ասացի այն ինչ որ գիտեմ։ Իսկ այն ինչ որ չգիտեմ, ուզում եմ, որ երկուսս հասկանանք։ Հրաչն ու Նարինեն նկատել են ինձ։ Կամ նկատել են, որ տունը մարդ է մտել։ Երևի անփույթ եմ եղել ու ինչ որ բան տեղաշարժել եմ։ Դրանից հետո իրանք փոխել են տունը ու ամեն ինչ հավաքել են այդ տնից։ Այսինքն ապացույցներ չկան։ Կգտնեմ։ Գիտեմ ոնց։ Արմեն, մի օր ես որոշել եմ, որ եթե այս նամակը ինձ մոտ է հայտնվել, ուրեմն ես ունեմ առաքելություն այս պատմությունը բացահայտելու։ Դրանից հետո ծանոթացել եմ Դավիթի ընտանիքի հետ։ Այն օր, երբ քեզ մոտ եկա, վստահ չէի, որ ճիշտ ուղու վրա եմ, բայց վստահ եմ, որ այդ կինը օգնության կարիք ունի։ Հիմա ամեն ինչ պարզ է։ Հրաչ անունով մարդը, ով մահացած է համարվում, ապրում է։ Կա։ Ինձ թվում է քեզ համար դժվար չի այդ ինֆորմացիան ստուգելը։ Ես կօգնեմ տիկին Ալիսին։ Անհնար է, որ մեզ դիմեն բռնության թեմայով ու անարձագանք մնա։ Հատկապես եթե խոսքը վերաբերում է անկերոջս մորը։ Ես իհարկե անձնականը գործնականին չեմ խառնում, բայց չեմ կարող չհարցնել։ Դավիթը շատ ջերմ է վերաբերվում քեզ։ Անհանգստանում է քեզ համար։ Ես տեսնում եմ, որ ուզում է օգնի։ Ձեր մեջ հարաբերություններ կան։ Ես չեմ ուզում ստացվի այնպես, որ ես քեզ օգնեմ, բայց դա լինի Դավիթի դեմ։ Ամեն դեպքում գործը ինչքան էլ անձնականին չխառնես, մարդկային բաներ կան։ Ես ուզում եմ, որ արդարությունը վերականգնվի։ Ուզում եմ, որ այդ կինը փրկվի։ Իսկ Դավիթին վնասելու ոչ պատճառ, ոչ մտադրություն չունեմ։ Երբ որ ամեն ինչ հաստատվի, Դավիթը պիտի իմանա։ Երբ որ հաստատվի։ Ես չգիտեմ ինչա քեզ հետ կատարվում։ Բայց երբ նայում եմ քեզ, արտաքուց շատ սառն ես։ Հավասարակշռված։ Դու մոռանում ես, որ ես չկամ։ Գոյություն չունեմ, մահացած եմ։ Մարդիկ էմոցիոնալ են դառնում, երբ որ ընտրության առաջ են կանգնում։ Երբ որ արդարություն են փնտրում։ Ես այդ բոլոր փուլերը անցել եմ արդեն։ Ու հիմա հստակ գիտեմ, ուր եմ գնում եւ ինչ եմ ուզում։ Ես փորձում եմ քեզ նման լինել, փորձում եմ ներքին վախս, դողս թաքցնել, բայց չեմ կարողանում։ Մտածում եմ, որ սա էլ իմ փորձությունն էր։ Հրաչ։ Ես հաշտ չեմ ես իրականության հետ։ Ես մի օր որոշեցի, որ թույլ կողմեր չունեմ, որովհետև չկամ, գոյություն չունեմ, բայց հետո երբ իմացա, որ երեխա ես ունեցել, իմ երեխային, հասկացա, որ ապրում եմ նորից, իսկ կենդանի մարդը միշտ կորցնելու բան ունի։ Ես քեզ մի բան եմ խնդրում։ Ուժեղ եղի, որ իմ խոցերի տեղը չդառնաս։ Քիչ է մնացել։ Մի քիչ էլ դիմացի վերջի քայլն է մնացել։ Պատրաստվում եմ։ Խոստանում եմ շատ սիրուն եմ լինելու։
Միշտ ես սիրուն, մամ ջան։ Համեցեք։ Բարև ձեզ։ Ես դեպորտացիայի հետ կապված եմ եկել։ Քեյսս պետքա վերաբացեիք, եթե հիշում եք։ Հա, հիշում եմ, առաջացեք։ Ինձ զանգեցին ասեցին, որ կարող եմ գալ։ Ուզում եմ իմանալ ինչ որ նորություն կա, ինձ համար կարևոր է պետքա քաղաքից դուրս գամ։ Իզուր եք այդքան անհանգստանում։ Ամեն ինչ լավ է։ Քեյսը վերաբացել են ու դրական պատասխան ունենք։ Այսինքն ամեն ինչ նորմալ է արդեն։ Իհարկե։ Շնորհակալ եմ, ուղղակի սա ինձ համար անհույս թեմա էր։ Մեզ մոտ շատ է լինում, որ անհույս վիճակում գալիս են, բայց հետո հանգիստ գնում են։ Հայացքիցդ հասկանում եմ, որ շատ կարևոր բան ես ասելու, միջակայք պետք է լսնեմ։ Դու ինձ այնքան լավ ես ճանաչում, որ ես մեկ-մեկ վախենում եմ։ Ասկսի։ Գոր, մենք երկուսս էլ հասկանում ենք, չէ՞ որ Մարկը այս ամեն ինչը չի մարսելու ու չի ներելու Բելլային։ Ու որ այս լռությունը շատ վտանգավոր է։ Տես, ես էլ եմ քեզ լավ ճանաչում։ Եթե մի անգամից չասեցիր, որ անիմաստ խոսում եմ, ուրեմն դու էլ ես համամիտ։ Վախենում եմ ինչ-որ բան ասել, որովհետև Մարկին էլ չեմ ճանաչում, ոնց որ ճանաչում եմ։ Չգիտեմ, երբ ինչ կարելի է սպասել։ Դե ինքը ուզում էր փող աշխատեր։ Խափում էր, շանտաժ էր անում, ու ոչ մի բան չստացվեց։ Արդյունքում կորցրեց Բելլային։ Ես իհարկե ալտում եմ Մարկին, բայց ինքը իրոք սիրում է Բելլային։ Ես չգիտեմ, ես չեմ հասկանում այդ սերը, ոնց որ հիվանդություն լինի, բայց մեկը Մարկը իրոք սիրում է Բելլային։ Ու ես հիմա մտավախություն ունեմ, որ ինքը ինչ-որ մի բան կանի։ Ես քեզ ասելու եմ նույն բանը, ու դու կրկնելու ես, որ Բելլային անհնար է համոզել, որ ինքը քաղաքից դուրս գնա եւ այլն եւ այլն։ Մենք նորից կռվելու ենք։ Գոր, խնդրում եմ էլի մի րոպեով գնանք Բելլային տեսնենք, որ ես համոզում եմ, որ ինքը լավ է, հա։ Չեմ խանգարում։ Պատրաստում էի դուրս գալ։ Այս ժամին։ Ուր։ Ինչ չի վերաբերում, չէ՞։ Դավիթ, իսկապես շտապում եմ։ Ուղղակի եկել եմ իմանամ ոնց ես։ Այդքան բան։ Մեր տուն չես գալիս, դրա մասին չես էլ զգուշացնում։ Ինչ որ լուր համաձայնությամբ երկուսս էլ հասկացել ենք, որ չես գալու։ Բայց աշխատանքի ես քեզ չեմ վերցրել։ Իսկապես ուզում ես ասել, որ դրա համար ես եկել։ Հա, ընդամենը ուզում եմ իմանայի գալու ես, թե չէ։ Ինչ պլաններ ունես։ Ամեն դեպքում քո քայլերը մակերեսային չեն։ Քո ամեն արածի մեջ պետքա խորի իմաստ փնտրել։
Հիմա ես որոշեցի գուշակելու փոխարեն գալ ու ուղիղ քեզ հարցնել։ Ես էլ չեմ գալու, Դավիթ։ Ինչ էլ մորս մասին չես անհանգստանում։ Ինչ եղավ։ Այն պահից սկսած, որ քեզ տեղյակ եմ պահել, ինձ ազատել են պատասխանատվությունից։ Հա, ես որոշել եմ էլ չգալ։ Գիտեմ, որ ինչ-որ լուրջ պատճառների է սպասում, բայց պատճառ չկա։ Ու կներես, որ հիասթափեցրեցի։ Եթե լասելու բան չունես… Ունեմ։ Ով ես դու, Բելա։ Ինչ ա ուզածդ։ Ինչի համար ես ամեն ինչը։ Չնայած հարցս տալուց առաջ գիտեի, որ չես պատասխանելու։ Ուղղակի ամեն անգամ քեզ տեսնելուց ուզում եմ հարցնեմ, ով ես դու։ Ինչի համար հայտնվեցիր իմ կյանքում։ Էլ ոչ մի բան չեմ հարցնում, էլ ոչ մի բան չեմ ասի։ Ինձ թվում է մի օր կհանդիպենք այն պայմաններում, երբ որ ես քո մասին ավելի շատ բան կիմանամ։ Հիմա չխանգարեմ։ Շտապում ես։ Ու ցավը գիտես որն է։ Որ մինչև հիմա անհանգստանում եմ քո համար։ Որ ես մինչև հիմա պատրաստ եմ քո համար ամեն ինչի։ Կյանքը ինչ հետաքրքիր է, չէ՞։ Այդ մի հարցում հետդ համաձայն եմ։ Կյանքը իսկապես շատ հետաքրքիր բան է։ Երեկոյան վերանդայում միջոցառում է կազմակերպված։ Ընտրությունների մեկնարկի հետ կապված։ Եթե հարմար կլինի, արի։ Կսպասեմ։ Էլ, ինչ լավ է, որ տանն ես։ Ես էլ գալիս էի մտածում էի, որ քեզ չեմ գտնի տանը։ Լավ ես։ Ալո։ Հո քնած չես։ Չէ, ինչ կնեմ։ Աշխատում եմ։ Ոնց ես։ Նորմալ։ Դու ինձ խոստացար, որ Բելայի հետ կխոսես։ Մի բան կիմանաս։ Իսկ եղել է ինչ որ մի բան, որ ես քեզ խոստանամ ու չանեմ։ Ասա։ Այսինքն խոսել ես։ Խոսել եմ։ Բայց պիտի խնդրեմ մի քիչ ինձ ժամանակ տաս։ Նոր սկսել եմ հետը լեզու գտնել։ Պարզա, որ ինձ ամեն ինչ չես ասելու։ Մենակ մի բան եմ խնդրում։ Եթե վտանգի մեջ է, եթե մի բան է սպառնում Բելային։ Ես կօգնեմ։ Գործս վերջացնեմ կգամ։ Այսօր շատ կարևոր օր է քո համար։ Կողքդ կլինեմ, չմտածես։ Դու հանգիստ ես։ Բան է եղել։ Ինչ պիտի եղած լինի։ Չգիտեմ, տեսա որ Դավիթը դուրս եկավ։ Հո չի նեղացրել քեզ։ Ինչ։ Չէ, չի նեղացրել։ Ես Գորի հետ եմ գնալու, խոստացել եմ։ Ուղղակի եկա տուն, որ տեսնեմ ոնց ես, անհանգիստ էի։ Ինչ է իր անհանգիստ։ Բելա ինչ է եղել։ Ոչ մի բան չի եղել։ Ասում ես անհանգիստ էր, ես ուզում եմ իմանամ ինչի։ Իրավունք ունեմ, չէ՞, հետաքրքրվելու։ Եթե ինչ-որ կոնկրետ բան ունես հարցնելու, հարցրու կպատասխանեմ։ Դու չգիտես։ Դավիթը, Բալյանը ու նման բաներ։ Բացի այդ այսօր ամբողջ օրը Մարկի մասին եմ մտածել։
Ես էլ Գորն էլ վստահ ենք, որ ինքը շուտով հայտնվելու է։ Դրա համար պետք է շատ զգուշ լինել։ Զգուշ եմ։ Հիմա առավել քան երբևէ զգուշ եմ։ Արդեն հասկացել եմ, որ ամենաուժեղ հարվածները ամենամոտ տեղերից են գալիս։ Դրա համար ավելի ցավոտ է լինում, քան հեռվից եկողները։ Այնպես որ դու հանգիստ եղիր։ Մի տեսակ խոսքիդ մեջ մեղադրանք եմ զգում։ Ինչ լավ է, որ մի բան զգում ես։ Ես օրինակ էլ ոչ մի բան չեմ զգում։ Չէ, դու քեզ ընդհանրապես նման չես։ Ուրիշ եմ։ Կարող է դիմակս եմ հանել։ Ինչ տհաճ բան կստացվի, չէ, որ պարզվի այսքան ժամանակ ընկերուհուդ չես ճանաչել։ Բելլա, ինչ ես խոսում։ Կատակ եմ անում։ Ես դուրս եմ գալիս։ Դուրը հետևիցդ կփակես։ Բայլանես տուն ես գնում։ Չէ։ Բաուր։ Ավելի ապահով կլինի, որ չիմանաս։ Ում համար ավելի ապահով կլինի։ Քո սոֆա։ Չեմ ուզում քեզ վնասեմ։ Լսում եմ։ Ես այդ սպանության հետ կապված Սահակին ինֆորմացիա եմ հանել։ Ես էլ եմ առանձնացրել այն, ինչ որ հասանելի է, բայց դա շատ բան չի տան։ Ամեն դեպքում ես մի քիչ ավելի շատ հասանելիություն ունեմ։ Ուրեմն ավելի լավ։ Եթե չես գնելու, արի օֆիս։ Արի կհասկանանք։ Կգամ, բայց հիմա չէ։ Հիմա կարևոր տեղ եմ գնում։ Ու ինձ թվում է ավելի շատ ինֆորմացիայով կգամ։ Այս ժամին։ Ժամանակը քիչ է։ Լավ, գնալուց առաջ ինձ զանգի։ Ես Դավիթի երեկույթին եմ գնալու։ Ուշանում ենք։ Հիմա կպատրաստվեմ։ Տրամադրությունը տեղն է։ Հնարավոր չի լավ տրամադրություն ունենալ ու 100%-ով տրամադրվել գործին, երբ որ տանախնդիրներ կան։ Ես քեզ ասել եմ։ Իսկ ես տեսել եմ։ Պատրաստվում կամ։ Պետք չի մեղադրել սխալիս համար։ Ուղղակի հանգիստ ո։ Ես սխալվել եմ։ Հիմա գալիս եմ։ Սիրուն ես։ Սպասում եմ։
Ես իհարկե 1000 անգամ ներողություն եմ խնդրում, որ այս տարբերակով եմ մտել ձեր տուն։ Բայց մենք պիտի խոսենք ու շատ լուրջ։